Մեր այսօրվա դասն է գումարում հանումը։ Այ տեսեք, ես ունեմ 2 բուրգեր։ Ճիշտ է։ Այո։ Հիմա ես կուտեմ մի բուրգերը։ Երեխաներ, քանի բուրգեր մնաց իմ սեղանին։ Ընդամենը 1 բուրգեր, ընկեր Լափյան։ Ապրես փոքոնիկ, 2 բուրգերից կերած 1, այսինքն հանած 1 բուրգեր հավասար է 1-ի։ Հիմա, եթե ես ուտեմ իմ երկրորդ բուրգերը, Եթե ուտեք էլ բուրգեր չի մնա, ընկեր Լափյան։ աղջիկ ջան, սպասի հարցս վերջացնեմ նոր պատասխանի։ Այ հիմա կարող ես պատասխանես։ Թե ձեզ սեղանին կար 1 բուրգեր, բայց դուք կերակային, այսինքն 1-ից հանած 1 հավասար է 0-ի։ Ապրես բրտուճիկս։ Դե երեխաներ, քանի որ իմ բուրգերները վերջացավ, բայց դասը դեռ շարունակվում է։ Ուրեմն ձեզ կխնդրեմ ձեր տնից բերած ուտելիքը դնել սեղանին։ Սիրելի Դավիթ, քո սեղանին կա 1 բուրգի։ Ես ուտում եմ այն բուրգին։ Քանի բուրգի մնաց քո սեղանին, Դավիթ։ 0 ընկեր Լափյան։ Ապրես բրտուճիկս։ Հիմա անցնենք դեսերտի։ Արփինեն ունի 5 կոնֆետ։ Ես ուտում եմ այն կոնֆետը։ Քանի կոնֆետ մնաց քո սեղանին։ 0 Ապրես բրտուճիկս։ Բայց ես կոնֆետի ոնց որ բան չասեց։ Դե ինչ սիրելի բրտուճիկներ, այսօրվա դասը համարենք կշտացած, այսինքն ստացված։ Սիրելի բրտուճիկներս, հիմա խնդրում եմ 5 րոպե լուռ նստեք, ես գնամ դասի արդյունքները, ամփոփեմ ու գամ։ Ես եկա իմ բրտուճիկներ, հիմա ժամանակն է ձեզ գնահատել։ Ինչ-որ բան է պատահել, պարոն տնօրեն։ Ընկեր Լափյան, ես ձեզ քանի անգամ ասեմ, որ դաս եք ամփոփում, գնացեք ձեր տան զուգանում ամփոփեք, մեր դպրոցում պետք չի ամփոփել։ Դուք պատվար բախեք, արագացրեք, մոտ է ընկել ամբողջ միջանցքով, ես եմ չկրկնում։ Պատուհան բացեք։